Ուրիշ եթեր էի պատրաստել, հետո կտամ, կարևոր չի, նոր լսեցի ուղղակի, որ Միքայել Միքայելյանը Լեռնադահուկորդ մեր հայտեղեկից մեկը Իտալիայում մրցումներին մասնակցել է Ադրբեջանի լոգոյով շապիկով եւ փակել է այդ Ադրբեջան անվանումը սկոչով եւ տուգանել են իրեն։ Դե ֆեդերացիան որ տուգանում է նա առանձնապես տանձին չի ինչա կատարվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ եւ օրենքով այո պետք է տուգանեին, բայց նա գիտեր իրան ինչ է սպասում, նաեւ ասել է որ միևնույն է էլի փակելու եմ եթե էլի լինի հնարավորություն մի քիչ ավելի շատ կտուգանեն, բայց ֆեդերացիան ասում է մենք կտանք այդ տուգանքը Բարդաշատ, իհարկե էմոցիոնալ հասկանում եմ ես այդ երիտասարդին, սատարում եմ ամեն ձև, ես էլ տենց կանեի, ամեն ընդհանրապես չէի գնա այդ մրցումներին, որտեղ որ Ադրբեջանն է հովանավորում, որտեղ վերքը թարմ է, հասկանալի է, վերքը թարմ է եւ շատ անարդար է լուծվել Ղարաբաղի հարցը, եթե լուծվել է ընդհանրապես, չի լուծվել։ Ուղղակի զոռբայությամբ, ասենք բան են արել, ցեղասպանություն են արել, ասենք վերցրել են, ասենք, բան մարդկանց տշել են դից։ Հա, եւ դա մենք գիտենք եւ որքան է չխոսի իշխանությունը, որ հեսա վաղը արդեն մեր մոտ անդառնալի, այսպես ասած, լինելու է խաղաղություն, թույլ տվեք չհավատալ այդ նարատիվին։ Ինչպես կզարգանա դեռ կտեսնենք։ Մի խոսքով սատարում եմ այդ տղային, իհարկե հասկանալով, որ ինչու է այդպես վարվել։ Ես ուզում եմ անդրադառնալ իր մարզիչի խոսքերին, որ ասեց, որ այսքան տարի ուզում ենք իշխանությունից հովանավորչություն, այսքան տարի ուզում ենք գոնե մեզ աջակցեն, չեն անում եւ այնքան էլ լավ վիճակում չենք, ոնց ասում հազիվ հասնում ենք մրցումների ու այնտեղ էլ ասենց ես չգիտեմ հիմա ասենք դա ում դա ուղեմ ասենք ֆեդերացիային իրանց չգիտեմ ով այնտեղ թե սպորտի եւ մշակույթի գիտության բարգավաճության եւ այլն ասենք նախարարությանը չգիտեմ մեղավորը ով է գիտեք որ սպորտից հեռու եմ առանձնապես մոտ չեմ, բայց դե այդ տղայի ասածը ինձ ճիշտ նկատած այսպես սրտից կպավ, հա, ես էլ ասենք էմոցիոնալ մարդ եմ եւ միշտ չէ որ օրենքի կողմն եմ, ասենք ես նաեւ ունեմ ինչ-որ պրինցիպներ եւ այդ պրինցիպները տվյալ դեպքում դա բենզին չի, էլի, ասենք առևտուր չի, բան չի, չէ, ասենք դա, ասենք դու կոնկրետ պետք է ասենք հակնես, ասենք այդ մայքեն ու գնաս, ասենք մրցմանը, ինչ սրտով գնաս Երբ որ այդպիսի բան է քո երկրի հետ։ Ես պատկերացնում, եթե այդ նույն, ասենք, հովանավորը լիներ Ադրբեջանը, Հայաստանը եւ բոլոր այդ շապիկներին գրված էր Արմենիա։ Ասենք ադրբեջանցի մարզիկները կհակնեին այդ շապիկները։ Իհարկե ոչ, կամ եթե հակնեին Ադրբեջանում իրենց կսպանեին ուղղակի։ Կամ չէին թողնի ուղղակի մասնակցել։ Երկիրը որտեղ որ Սաֆարով հանգիստը լքայլում է, երկիր որտեղ որ ատելությունը այսպես հայերի հանդեպ գեներացվում եւ գեներացվում է, բնականաբար հենց այդպես է կվարվեր իր մարզիկի հետ։ Շատ ցավալի է, որ մենք չենք զբաղվում մեր երկրի PR-ով։ Մենք PR-ում ենք մենակ մեր երկրի ներսում, իրար հաշվին։ Իրար հաշվին, ասենք, ընդդիմությունը, դիմությունը, արտախորհրդարանական, չխորհրդարանական, ամեն ինչ, ասենք, ով է ավելի լավ, ումն է ավելի բան։ Լավը, էլի, հա։ Չէ իմը լավն է, չէ քոնը լավը չի, իմը լավն է։ Այդտենց, ասենք, սաղորը, ասենք, չափվում են, էլի, ասենք, ումն է լավ, բայց երկրի PR-ով մարդ չի զբաղվում։ Երկրի PR-ով պետք է զբաղվի պետությունը, պետք է իշխանությունը զբաղվի երկրի PR-ով։ Բլոգերների մակարդակին, հա։ Բաների, չգիտեմ, հեռուստատեսությունների մակարդակով հիմա Փարքասո, ասենք, մեկ ամբողջ աշխարհով տարբեր լեզուներով, ասենք, sense կարող է, ասենք, այսպես ասած,
դեգերել եւ խոսքը դրա մասին պիտի լինի, պետքա լինի քո երկրի վարկանիշը բարձրացնելու խոսք պիտի լինի, այլ ոչ թե իրար միս կրծելու, իրար երեսին թքեր, աղա երեսը չունեք, որ թքում եք իրար, ինչ եք թքում։ या պատին թքեք, या ձեր երեսին թքեք, նույն բանն է ախր։ Դրանով զբաղվելու տեղը ձեր երկիրը առաջ տանելու, երկրի փյարից առաջի բանը լծակը, այստեղ է, այստեղ է։ Այս սփյուռքն է, որ այդքան բանի է հասել այստեղ։ Մենք սփյուռքը վերցնում ենք մենակ այն մարդկանցով, ովքեր որ ասենք լոյինքամ ապրում են, դե դրանք չեն, չէ։ Շատ մեծ մարդիկ կան։ Շատ խելոք մարդիկ կան։ Շատ պետքական մեր երկրին պետքական մարդիկ կան, բայց մեր ղեկավարները միշտ վախեցել են դրանցից։ Որովհետև իրանք կարող հանկարծ իրանից խելոք են։ Տղեկ հաստատ դեզանից խելոք են, հաստատ։ Բայց եթե դուք շարունակեք էլի վանել, ասենք, մարդկանց, ովքեր որ կարող են երկրին բերել վարկանիշ, մենք կլինենք միշտ պարտվողի դերում, բոլոր հարցերում, բոլոր։ Սովետի ժամանակ, բնականաբար, ով էր հիշում Ադրբեջանը։ Սովետի ժամանակ ունեցել ենք Արլո Բաբաջանյան, ունեցել ենք Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան, որ մեկին ասեմ։ Ես Սովետի մասին չեմ, Շարլ Ազնավուր բան Սարոյան հետ չեմ ասում։ Այդ մարդկանց եմ ասում, որովհետև երկիրը զբաղվում էր, հանրապետությունը զբաղվում էր, իր բանով մարդկանցով զբաղվում էր, PR-ով զբաղվում էր։ Դեմիչյանը գնում էր, բան արան, չէ, օբսերվատորիա պիտի սարքեն, չէ, եսիմ համալիր պիտի սարքեն, չէ, մետրո պիտի սարքենք, թե պիտի անենք, այն պիտի Մոսկվայից փողով բերում էին, անում էին, ցույց էին տալի ամենտեղ հայերը։ Հիմա ուր ենք, տղեկ։ Ուր եք։ Եվ ով է դրանով զբաղվելու։ Հա, հասարակ մարդիկ ինչքան կարում զբաղվում են։ Ինչքան կարում զբաղվում են։ Բայց դա պիտի պետական մակարդակին դրված լինի։ Մեր սպորտը եւ արվեստը, էլ ի՞նչն է երկիրը ցույց տալու, ով է հիշելու, ասենք, բանին, Քոչարյանին կամ Փաշինյանին, կամ բան։ Դուք հիշում եք Մարադոնայի օրով ով էր իրանց պրեզիդենտը։ Իհարկե ոչ։ Բայց Մարադոնային հիշում եք, չէ՞, Պելեին հիշում եք, ով էր Բրազիլիայի պրեզիդենտը, ով էր այդ վաղ, իհարկե չէ։ Բայց այս տղեկ ովքեր որ գնում են հիմա այդ մեդալները բերում են բան եւ բան իրանց են հիշելու, հələ ձեզ չեն հիշելու, նախարարին, նախարարությունը բան չեն հիշելու։ Իրանց է պետք առաջ տանել, իրանց է պետք է բռի մեջ պահել, ասել տղե ջան, ինչ ես ուզում, էլ ինչ ես ուզում։ Լավ գոնե այն բաներին, ովքեր որ այսպես խաղադրույքներով են այսպես զարգանում այդ սպորտի տեսակները, գոնե մարդիկ կան, որ նիվա են նվիրում, բան էլի տես, տուն են նվիրել նիվա, գոնե ինչ-որ մի ձև նայում են այդ տղեկին։ Բայց այն մարդիկ ովքեր որ ասենք տենց բան չեն էլի, եսին կոպիտացը չեն հովանավորվում, մենակ ասենք ինչ-որ տենց ստեղից, ընդեղից մի ձև։ Անցյալ տարի Հայաստանում եղել է միջազգային կարգի շատ լուրջ միջոցառում։ Ասում եմ 3 անգամից բան արեք։ Գուշակեք թե ինչն էր։ Եվրոպայի չեմպիոնատ էր ժողովուրդ։ Սպորտային պարերի Եվրոպայի չեմպիոնատ, հասկանում եք այդ ինչա։ Ով ասեց դրա մասին, ով գիտի։ Ռադիո ջանն է խոսել դրա մասին։ Որը Սարև ստեն ասում։ Այն էլ ինչի, որտեվ իմ կոլեգան, ասենք, պարուի է, Վարդը, ինտերվյու է տվել, ասել, հա, գիտեք, տես բան կա։ Ուրա, հեմեկով խոսվեց դրա մասին, հա, կանչեցիք այդ մարդկանց, իմացակ ով է կազմակերպել, ինչու է կազմակերպել, որտեվ Ռուսաստանում լոկդաուն է, ինչի է, ով խոսեց դրա մասին, ոչ մեկ, հա դե հիմա, միջազգային չեմպիոնատ էլի պատդում է։ Ժողովուրդ, հիշելու են երկիրը, ոսկե ծիրանով, գինու փառատոնով, այո, որ սաղ աշխարհից գալիս են գինի համտեսելու։ Երկիրը հիշում են, Յուրի Վարդանյանով, հա, մինչև հիմա հիշում են, Լևոն Իշտոյանով, որ մինչև հիմա հիշում են, Համբարձումյանով, հա, Ալբերտ Ազարյանով, այդ դրանցով են հիշում երկիրը, դրանցով են բան անում, հա, PR դրանով է գնում,
Իսկ մենք դրանով չենք զբաղվում, չէ, իրար տաշենք, բան թքենք իրարերսի բան ախպերը, տերները քնել են, չեն քնել, ինչ են արել տերները, բան մենք մեր պատարակը կանենք, դուք ձեր պատարակը կանենք, մենք տենց իրար թքելով կապրենք։ Իսկ Ադրբեջանը հովանավորումը միջազգային այդտենց բաներ, ու մենակ սպորտ չի, ամեն տեղ քիթը խոթում ալիվ, ամեն տեղ։ Մենք մեր քիթուր ենք խոթում, մենակ իրար ծոց, ով ում էդ քնեց, ով ինչ արեց, ցույց են տալի։ Աննա Հակոբյանի զարդը 6 միլիոն արժի բանը։ Դուք ապուշ չեք արա։ Դիք իդիոտ խոսակ, ինչ մակարդակ է, ժուրնալիստի ինչ մակարդակ է, ուրիշը կնիկ ինչա հակի, դուք ապուշ չեք արա, հիվանդ եք դուք արա։ Այս տերտեր են բան իրա հորողպորնա դոմփում կամ այդ մակարդակն է, մեր փյար այդ մակարդակն է, մենք իրար մեջ այդ տենց բուրև ստականի հասկանում եք, այստեղ աշխարհը դրանն էլ աշխարհ կա, մենք չենք մտածում դրա մասին։ Չենք դելեգացիաներ ուղարկենք, գնանք, խոսենք, ցույց տանք, բան անենք, ցուցահանդեսներ անենք, չգիտեմ, փառատոներ կազմակերպենք, չեմպիոնատներ չէ, ինչ է, չեմպիոնատը լմես խաբարել չենք։ Մենք կշարունակվենք պարտվել, մինչև մենք մեզ ուրիշի մոտ չգովենք, որ մենք վաղտին անին ա եղե, այ ասած եք խտե ինձ սիրուն կա, չէ, այդ է Փաշինյանի հետ համաձայն եմ, այսօրվա Հայաստանը քաքի մեջ է, վсё, ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Հա, որոշ բաներ ինչ-որ տենց։ Բայց ասածս դա է։ Բա տենց է, եթե ասենք, եթե Ադրբեջանը հովանավորում է եկամյա չեմպիոնատ է հովանավորում, քո սպորտսմենը, քո տղեն, քո զավակը գնում Ադրբեջանի մայկա է ակնում։ Թքե երեսների տարա, էլ ինչ ասեմ դանից ավել էլ ինչ ասեմ։ Որ տրեներներում ասում պարապելու տեղ չունենք, բան չունենք, մենակ իրանք այնքան տենց սպորտսմեններ կա, որ ասում գնում ենք, մեդալները բերում ենք, բան հեչ։ Ինչ-որ մի հատ, ինչ-որ տենց միվա կնվիրեն ու վсё։ Մենք երբեք մեզ չեն գնահատել, երբեք։ Իսկ եթե մենք մեզ չգնահատենք, ոչ ոք մեզ չի գնահատել, դա ասենք խրիստամատիա չասեմ, բան չասեմ տենց։ Լավ, ցուրտ է, ես գնամ ժողովուրդ ջան, իսկականից։ Լոսում էլ է ցուրտը, նեշի որ ցուրտ չլմ, կնոպկեն ուրա։ Այդ